Պատկերացրեք մի գիտական փորձ, պայծառ գույներ հանկարծ փայլատակում են, գուցե վառ կանաչ, կամ էլ բոցավառ, ուժգին կարմիր, սա քիմիան է գործի մեջ, հենց ձեր աչքի առաջ, ասես ձեր անձնական փոքրիկ հրավառություն լինի, այս վառ գույները իսկապես շատ գեղեցիկ են, դրանք նաև մի խորը գաղտնիք են պատմում, մի գաղտնիք այն ամենի մասին, ինչ գոյություն ունի, նույնիսկ մեզանից վեր գտնվող հեռավոր, թարթող աստղերի մասին, այս հրապուրիչ գույները գալիս են հենց տարրերից, պատկերացրեք տարրերը որպես տիեզերքի փոքրիկ էգոյի կտորներ, դրանք ամեն ինչի հիմնական շինանյութն են, այն ամենի, ինչ մենք տեսնում ենք, շոշափում ենք և ինչ որ մենք ենք, երկաթ, կալցիում, թթվածին, նատրիում, յուրաքանչյուրը կարող է հատուկ իրեն բնորոշ գույն տալ, երբ էներգիա է ստանում, ինչպես յուրահատուկ մատնահետք կամ գաղտնի կոդ, գիտնականները դիտում են այս հատուկ գույները, և հենց այդպես նրանք հստակ իմանում են, թե որ տարրն է առկա, հիմա մի պահ կանգ առեք ու նայեք գիշերային երկնքին, սորհեք այդ անթիվ, թարթող աստղերի մասին, մտածեք գազի այդ հեռավոր, մեղմորեն լուսարձակող ամպերի մասին, դրանք լիովին լեցուն են հենց այս նույն տարրերով, հենց նույն թեգոյի կտորները, որոնք մենք գտնում ենք երկրի վրա, տիեզերքը դրանք անընդհատ օգտագործում է, շատ մեծ մասշտաբով, դա նման է մի հսկայական տիեզերական քիմիայի հավաքածուի, շատ ավելի մեծ, շատ ավելի բարդ, քան մեր մոլորակի ցանկացած լաբորատորիա, ատոմների ու մոլեկուլների համար խաղահրապարակ, այսպիսով, սա մեզ բերում է մի մեծ, հետաքրքիր հարցի. Ինչպես են երկրի ծանոթ տարրերը հայտնվել այդքան հեռու տիեզերքում, կամ գուցե տիեզերքի տարրերն են ինչ-որ կերպ հայտնվել հենց այստեղ, սա կարծես տիեզերական հավի ու ձվի հարց լինի, որն էր առաջինը, աստղափոշին, թե մոլորակը, քիմիան նյութի մասին գիտությունը, պահում է կարևոր պատասխանները, այն նրբագեղորեն կապում է մեր փոքրիկ, կապույտ աշխարհը, ընդարձակ, գրեթե անըմբռնելի հսկայական տիեզերքին, եկեք սկսենք այս ճամփորդությունը պարզելու համար. Պատկերացրեք առանձին աստղերը, որպես իսկապես հսկայական խոհանոցներ, վիթխարի, աներևակայելի տաք, մշտապես գործող տիեզերական խոհանոցներ, դրանք շատ ավելին են, քան գիշերվա գեղեցիկ զարդարող լույսերը, նրանք անխոնջ, անընդհատ զբաղված են բաներ ստեղծելով, ինչ են նրանք այնտեղ պատրաստում, նրանք ջանասիրաբար պատրաստում են հենց քիմիական տարրերը, ձեր, իմ և մեզ շրջապատող ամեն ինչի հիմնական շինանյութը, օդը, որը շնչում ենք, հողը, որի վրա քայլում ենք, այս աստղերի միջուկում աներևակայելի տաք է, այնքան ուժգին տաք, որ փոքրիկ ատոմները բախվում են իրար, նրանք բախվում են հսկայական ուժով ու էներգիայով, ջրածնի ատոմները ամենաթևն ու ամենապարզը, միաձուլվում են, նրանք միանում են դառնալով հելիում, հաջորդ տարրը, այս հզոր գործընթացը կոչվում է միջուկային սինթեզ, այն անհավատալի քանակությամբ էներգիա է անջատում, հենց սա է պատճառը, որ աստղերն այդքան պայծառ են փայլում, և այս անհավանական պատրաստման գործընթացը դեռ սկիզբն է, անկվածեղ աստղերը, մեր արեգակից շատ ավելի մեծ, կարող են էլ ավելին անել, ջրածինը հելիումի վերածելուց հետո, նրանք շարունակում են միաձուլվել, նրանք իրենց միջուկներում կերտում են ավելի ու ավելի ծանր տարրեր, ածխածին, տարրը, որը կազմում է կյանքի հիմքը, ինչպես մենք գիտենք, թթվածին, կենսական գազը, որը մենք բոլորս շնչում ենք, երկաթ, ամուր մետաղ, որը տարածված է մոլորակներում, բայց ավելի ծանր գանձեր ստեղծելու համար, ինչպիսիք են ոսկին կամ արծաթը, դրանց համար պետք է շատ ավելի դրամատիկ բան, իսկապես տպավորիչ ու տիեզերականորեն կործանարար մի բան, երբ այս իսկապես հսկա աստղերի միջուկային վառելիքը վերջապես սպառվում է, նրանք պարզապես հանգիստ չեն մարում, նրանք պայթում են, այս աղետալի փայլուն իրադարձությունը կոչվում է գերնոր աստղի պայթյուն, սուպերնովա, դա տիեզերքի ամենամեծ հրավառությունն է, այս պայթյուններն այնքան աներևակայելի հզոր են, որ բառերը քիչ են, դրանք ստեղծում են ամենածանր տարրերը ստեղծելու համար անհրաժեշտ պայմանները, ոսկին, արծաթը, պլատինը, ուրանը, բոլորը ծնվում են այս պայթյուններում, հետո գերնոր աստղի պայթյունը, այս նորաստեղծ տարրերը ցրում է տիեզերքով մեկ, ինչպես տիեզերական փոշի, հաստատելով դատարկությունը, մենք բառացիորեն աստղափոշի ենք, այդ ամբողջ թանկարժեք աստղափոշին, որը դուրս է մղվել անթիվ գերնոր աստղերի պայթյուններից, այն հավերժ աննպատակ չի լողում տիեզերքում, փոխարենը, այն սկսում է հավաքվել իսկապես հսկայական ամպերի մեջ, ընդարձակ, փտտվող ամպեր, կազմված գազից և այս կենսական փոշուց, այս ամպերը աներևակայելի հարուստ են ամեն տեսակի տարրերով, ջրածինն ու հելիումը ամենատարածվածները այնտեղ են, բայց նաև ածխածին, թվածին, սիլիցիում և երկաթ, ամեն ինչ խնամքով պատրաստված այդ բոցավառ աստղային խոհանոցներում, այս վիթխարի ամպերը նոր աստղերի տիեզերական մանկապարտեզներն են, և, ի վերջո, նաև ամբողջովին նոր աշխարհների համար, որ ուժն է այս հսկայական ամպերը միասին ձգում, դա զգողականությունն է այդ ծանոթ, բայց առեղծվածային անտեսանելի ուժը,
Զգողականությունը մեղմորեն, համառորեն քաշում է ամբողջ նյութը։ Ամպերը դանդաղ, միլիոնավոր տարիների ընթացքում ավելի խիտ են դառնում։ Նրանք դառնում են ավելի ու ավելի տաք, հատկապես հենց կենտրոնում։ Ի վերջո, միջուկն այնքան տաք ու խիտ է դառնում, որ նոր աստղ է բռնկվում։ Այս նորածին աստղի շուրջ մնացած փոշին ու գազը շարունակում են պտտվել։ Այս շրջապատող նյութը հետո կարող է միանալ մոլորակներ ձևավորելու համար։ Այն կարող է նաև լուսիններ, բնավ աստերոիդներ եւ գիսաստղեր ձևավորել։ Հենց մեր արեգակնային համակարգը, ներառյալ Երկիրը, այսպես է ձևավորվել։ Տիեզերական ամփում առկա տարրերի տեսակները իսկապես կարևոր են։ Դրանք հիմնականում որոշում են, թե ինչպիսի մոլորակներ ի վերջո ձևավորվեն։ Նոր ձևավորված, տաք աստղին ավելի մոտ պայմանները տարբեր են։ Կարկարոտ մոլորակները, ինչպիսիք են Երկիրը, Վեներան եւ Մարսը, հակված են այստեղ ձևավորվելու։ Դրանք հիմնականում կազմված են ավելի ծանր տարրերից, ինչպիսիք են քարն ու մետաղը։ Աստղից ավելի հեռու, ավելի սառը շրջաններում պատմությունը այլ է։ Գազային հսկաները, ինչպիսիք են Ուպիտերն ու Սատուրնը, կարող են ձևավորվել ու մեծանալ։ Դրանք հիմնականում կազմված են ավելի թեթև գազերից, ինչպիսիք են ջրածին ու հելիումը։ Քիմիան ըստ էության թելադրում է յուրահատուկ բաղադրատոմսը, ամբողջ արեգակնային համակարգերի համար յուրաքանչյուրն իր բնավորությամբ։ Երբ մենք նայում ենք հեռավոր գալակտիկաներին, այդքան հեռու, մենք իրականում տեսնում ենք լույս, որը ճանապարհորդել է միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիներ։ Այս հնագույն լույսը աներևակայելի արժեքավոր բանալիներ է պարունակում իր ծագման մասին։ Գիտնականներն օգտագործում են հատուկ գործիքներ այս լույսը ուշադիր ուսումնասիրելու համար։ Նրանք կարող են հստակ տեսնել դրա մեջ թաքնված քիմիական հետքերը։ Տարբեր տարրերի հստակ գույները կամ սպեկտրային գծերը։ Այս մանրամասն վերլուծությունը մեզ ասում է թե ինչից են կազմված այդ գալակտիկաները։ Նույնիսկ այն գալակտիկաները, որոնք աներևակայելի հեռու են տիեզերքի մյուս ծայրում։ Քիմիան այս որոնումներում հանդես է գալիս որպես մեր անփոխարինելի տիեզերական խուզարկու։ Գիտնականները հենց այստեղ մեր Երկիր մոլորակի վրա զարմանալի բաներ են անում։ Նրանք հնարամտորեն փորձում են վերստեղծել տիեզերքի պայմանները։ Նրանք դա անում են իրենց լաբորատորիաների վերահսկվող միջավայրում։ Նրանք զգուշորեն խառնում են տարբեր քիմիական նյութեր։ Նրանք կարող են էներգիա ավելացնել, գուցե ջերմության կամ լույսի տեսքով։ Երբեմն այս փորձերի միջոցով նրանք ստեղծում են բարդ մոլեկուլներ։ Մոլեկուլներ, որոնք նախկինում հայտնաբերվել են երկնակարերում, կամ հայտնաբերվել են աստղերի միջև գտնվող սառը, մութ միջաստղային ամպերում։ Սա նման է հիմնարար տիեզերական բաղադրիչներ ստեղծել սովորելուն։ Հենց այստեղ, մեր հայրենի աշխարհում, օգտագործելով երկրային գործիքներ։ Բայց ինչպես ենք մենք իրականում իմանում, թե ինչից են կազմված հեռավոր աստղերը։ Մենք չենք կարող այցելել նրանց թաթ։ Ամենայն դեպս դեռ ոչ։ Մենք օգտագործում ենք մի խելացի մեթոդ։ Այն կոչվում է սպեկտրոսկոպիա, աստղաֆիզիկայի հիմնաքարը։ Աստղի լույսը հավաքվում է աստղադիտակով։ Այնուհետև այն անցնում է պրիզմայի կամ ցանցի նման գործիքի միջով։ Սա աստղի լույսը բաժանում է գույների ծիածանի, իր սպեկտրի։ Բայց կարևոր է, որ որոշ հատուկ գույներ հաճախ բացակայում են։ Սպեկտրի որոշակի կետերում մութ գծեր են հայտնվում։ Այս գծերը քիմիական տարրերի անսխալ մատնահետքերն են։ Յուրաքանչյուր տարր ունի իր յուրահատուկ անփոփոխ նախշը։ Քիմիան օգնում է մեզ կարդալ այս նախշերը։ Մի պահ մտածեք այդ շունչ կտրող գեղեցիկ միգամածությունների մասին։ Տիեզերքում գտնվող գազի եւ փոշու, այդ ընդարձակ, գունեղ, լուսարձակող ամպերի մասին։ Նրանց բացարձակապես զարմանալի ու վառ գույները։ Ուժգին կարմիրներ, զով կապույտներ, պայծառ կանաչներ։ Դրանք գալիս են հենց իրենց ներսում ընթացող քիմիական ռեակցիաներից։ Մոտակա տաք, երիտասարդ աստղերն արձակում են հզոր ճառագայթում, որը էներգիա է հաղորդում գազին։ Միգամածության ներսում գտնվող ատոմները գրգռվում են այս էներգիայից։ Երբ նրանք հանգստանում են, այդ էներգիան անջատում են լույսի տեսքով։ Տարբեր տարրեր փայլում են հստակ տարբերվող գույներով։ Դա իսկապես մեծ տիեզերական լուսային շոու է, նկարված քիմիայի կողմից։ Այսպիսով, ինչպես հիմա կարող եք տեսնել, քիմիան իսկապես ամենուր է։ Այն գործում է ամենափոքր, մանրանկույն ատոմի մասշտաբից, մինչև ամենամեծ, ամենազանգվածեղ գալակտիկան։ Այն հիմնովին կապում է տիեզերքում գոյություն ունեցող բացարձակապես ամեն ինչ։ Այն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես են աստղերը ծնվում եւ ինչպես են ապրում։ Ինչպես են մոլորակները ձևավորվում փոշու եւ գազի պտտվող սկավառակներից։ Այն նույնիսկ օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես է գործում ամբողջ տիեզերքը։ Քիմիան շատ ավելին է, քան պարզապես դպրոցական առարկա։ Այն, իրական իմաստով, տիեզերքի լեզուն է։ Այն բացահայտում է նրա ամենախորը, ամենալավ պահպանված գաղտնիքները եւ նրա մեծագույն ամենահիասքանչ հրաշալիքները։